սկսած նրանից, որ Հայաստան, Կամբոջա, Ալբանիա, այլ երկիր, գիտեք, որ անգամ Հայաստանի Հանրապետության կոնկրետ անվանումն է այս մարդը խառնում, բացի այդ էլ գիտեք, որ բազմաթիվ էլի հակասական սենց իրարամերժ հայտարարություններ է հնչել եւ սա խոսում է նրա մասին, որ մենք իրապես հիմա մենք իրապես պետք չէ տրվենք այդ կեղծ սին պատրանքներին, որ տեսեք, արդեն հակամարտությունը լուծված է, այդ հակամարտությունը արդեն կարգավորվել է եւ ձեր վերջին ասած խոսքը, որ միլիոնավոր զոհերի մասին է խոսում է նաեւ այդ գործիչի անտեղյակության մասին, կոնֆլիկտի իրական պատճառների մասին, ինչա տեղի ունեցել եւ ի վերջո չի խոսում նրա մասին, որ Արցախում էթնիկ զտում ցեղասպանություն է տեղի ունեցել, բռնի տեղահանում է տեղի ունեցել, դրանից առաջ ուզում եմ հիշել այն հայտարարությունը, որ ասում էր, որ արցախցիների իրավունքի, քրիստոնյա ժողովրդի իրավունքների մասին եւ այս առումով իր ոչ հետեւողական լինելը ընտրություններից առաջ եւ կարծեք թե ընտրություններից հետո նման հայտարարություններ հնչում էին, բայց գործուն քայլեր չեն արվում, կարծես թե համակերպվել են այս իրավիճակի հետ, այդ թվում նաեւ Ադրբեջանում պահվող ռազմագերիների հետ կապված եւ կրկնում եմ Թրամփին այդ առումով հետաքրիր Նոբելյան մրցանակ ստանալը եւ չստացավ Նոբելյան մրցանակը հիմնականում այդ շրջանակներում էր, որ ինքը ասենց այսպես ասած իրենք այո իր գործունեությունը հենց դրան էր միտված եւ ցավոք սրտի եղավ այն ինչ որ եղավ եւ կոնֆլիկտը լուծված չէ եւ այս առումով բոլոր նմանատիպ հայտարարությունները այդքան էլ լուրջ չեն։ Արայք Հարությունյանը այսօր խոսեց լրագրողների հետ, ասում է արտահայտ ընտրությունների չեն գնա, եթե չլինի աշխարհացույց իրադարձություն եւ նշում է, որ քաղբանտակյալներ չկան այս պահին։ Ոնց կարա քաղբանտակ, ասենք դե սա էլի դիգիտության ցուցիչ է, եթե մեղմ ասեմ, չեմ կարծում, որ իրենք անտեղյակ են, լավ էլ գիտեն Հայաստանի Հանրապետությունի ինչ ռեպրեսիոն համակարգագործում, իսկ 40-ից ավել մարդիկ, որոնք իրենց քաղաքական հայացքների պատճառով գտնվում են անազատության մեջ, այդ մարդիկ ինչի համար են անազատության մեջ, իրենց խոսքի համար, իշխանությանը քննադատելու համար, ընտրված քաղաքապետներ են այսօր անազատության մեջ, սրբազան հայրեր են անազատության մեջ, ազգային բարերարը անազատության մեջ, որդեկորուց ծնողներ են անազատության մեջ, անհայտության մեջ գտնվող հարազատներ են, ուրեմն տարբեր կալանքի բանտարկության կուսակցական գործիչներ են, որոնք որ հիմա գտնվում են անազատության մեջ, դրանք իրապես քաղբանտարկյալներ են եւ տարբեր ուրեմն հենց միջազգային տարբեր կոնվենցիաներով իրավական բոլոր ընթացակարգերով այս մարդիկ կոչվում են քաղաքական բանտարկյալներ եւ երեսպաշ չպետք է լինել եւ պետք է մենք բոլորս հասկանանք, որ այս իշխանությունը այս գործելավոճով շարունակելու է հետայսու գործել իր այլախոհներին տանել բանտարկության գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է ընտրովի արդարադատություն, ուրեմն նույն մեղադրանքներով անվեղության կանխավարկածը չխախտելով ոչ մեկի իշխանական մերձիշխանական շրջանակներում եթե իրենց այլախոհ է լինում այդ մարդու վրա քրեական եթե չնչին գործեր են հարուցում, այդ գործերը կամ ջրվում են, կամ արժանանում են, այսպես ասած վարչական հսկողություն, այլ մեխանիզմների կիրառմամբ, իսկ դուք տեսնում եք ընդդիմադիր հայացք ունեցող համայնքի ղեկավարներին, ինչպես են, չգիտեմ, ԱԱԾ-ով դիմակավորված անձանցով, ծեծուջարդով, ուրեմն բերման ենթարկում, սա խոսում է հենց այս սրանց ճակերտավոր ժողովրդավարության արդարադատության մասին։